Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես դիմում եմ մեր այն հարգարժան հետևորդներին, մեր այն բարեկամներին, ովքեր նոր են սկսել հետևել մեր One Talk YouTube-յան ալիքի աշխատանքներին, թողարկումներին, խնդրում եմ նրանց ընդամենը, եթե կարելի է սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, որի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը։ Այսօր մեր տաղավարում է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Շնորհակալություն պարոն Մեհրաբյան, որ հերթական անգամ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար։ Շնորհակալ եմ, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Շնորհակալություն։ Պարոն Մեհրաբյան, օգոստոսի 8-ի արձագանքները դեռ չեն լրում։ Օգոստոսի եւ երկար այո դեռ չեն լրելու այդ հարցում ես համակարծիք եմ ձեզ հետ որովհետեւ մեկնաբանությունները եւ իրարամերժ տեսակետները դեռ շարունակում են արկա մնալ ես ուզում եմ նաեւ ձեր քաղաքական ուժի ձեր միջոցով ձեր ներկայացմամբ ձեր քաղաքական ուժի եւ ձեր տեսակետը հասկանալ եւ ձեր միջոցով բնականաբար փոխանցել մեր ունկնդիրներին օգոստոսի 8-ի համաձայնագրի վերաբերյալ թե նաեւ տեսանելի այսպես ասած հարթության վրա թե նաեւ այն ոչ տեսանելի իրողությունների վերաբերյալ գուցե նաև փորձենք խոսենք նաև որ խոսում են ընդդիմադիր դաշտից վտանգների մասին որոշակի կետերի մեջ տեսնելով մեր պետականության դեմ ուղղված վտանգներ այսինքն գոյաբանական ընդհուպ մինչև վտանգներ 907 այդ կետի չեզոքացումը Ադրբեջանի կողմից որը հնարավորություն է տալիս անխափան կերպով Ադրբեջանին զենք ստանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներից այդ սեպարատիստներին վերաբերող այդ կետի վերաբերյալ, որը կարծես թե մեր հանրության որոշ ներկայացուցիչների մոտ այն պատկերացումն է ստեղծում, որ ով որ ինչ որ հակաթուրքական, հակաադրբեջանական Արցախամետ կարգախոսներ է այսպես հռչակել, երրորդ դեռևս հանրապետության տարիներին նա ենթակա է կարծես թե քրեական պատասխանատվության։ Ինչ կարծիք եք, լայն իմաստով այս համաձայնագիրը կիրականացվի մեր, այսպես ասած, Հայաստանամետ տրամաբանությամբ, թե հակառակը կլինի։ Նախ ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին։ Այո։ Օգոստոսի 8-ին տեղի ունեցավ մեծ համաձայնություն Հայաստանի, Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ։ Սա համառ եւ տևական աշխատանքի արդյունք է, աշխատանք, որը տարան համատեղ հայկական եւ ամերիկյան դիվանագիտությունը, որում որքան էլ որ Թրամփը եւ իր վարչակազմը իրենց դիրքավորում են որպես Բայդենի վարչակազմի անտիպոդ, բայց միևնույն ժամանակ սա հենց այն է, որ ըստ էության Թրամփի վարչակազմը վերցրեց ժառանգությունը Բայդենի վարչակազմից եւ հասցրեց իր տրամաբանական ավարտին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 23 թվականի նոյեմբերին էր, երբ քննարկումներն այս թեմայով սկսվեցին պետդեպարտամենտում եւ Միացյալ Նահանգների կոնգրեսում, այն ժամանակ Էնթոնի Բլինքենի խորհրդական Ջեյմս Օբրայենն էր այս հարցով լսումներ նախաձեռնել կոնգրեսում եւ դրանք տեղի ունեցան եւ նա ներկայացրեց Միացյալ Նահանգների ռազմավարությունը։ Հիմա գանք համաձայնություններին, սա մի շարք փաստաթղթերի մի համալիր է, երկկողմ եւ եռակողմ, ընդ որում եռակողմ բնական է Հայաստան, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ ձևաչափով եւ երկկողմ Հայաստան, Ադրբեջան դա խաղաղության պայմանագիրներ նախաստորագրվեց, իսկ դա նշանակում է, որ տեքստում փոփոխություն չի լինելու ոչ մի դեպքում, բանակցություններ էլ չեն լինելու տեքստի հետ կապված, միայն մնում է ստորագրել, դա էլ երբ կլինի այստեղ եւս տարբերակներ կան կարող ենք քննարկել եւ երեքական այսպես ոլորտային հուշագրեր Հայաստան Միացյալ Նահանգներ եւ Ադրբեջան Միացյալ Նահանգներ
ոլորտներ, այն ոլորտներում, որոնք առանցքային են մեր երկրների համար առանձին վերցրած։ Հիմա ինչ փոխվեց դրանով։ Նախ եւ առաջ, այո, տարածաշրջանում դրվեցին խաղաղության հիմքերը։ Ես համաձայն չեմ դրա հետ, որ այլևս խաղաղություն է տևական։ Կներեք, հենց Նիկոլ Փաշինյանին ներողություն ձեզ ընդհատելու համար, այդ թեզի հետ համաձայն եք, որ նա վերջնականապես հռչակեց ԿՊ համաժողովում, որ արդեն հաստատվել է այդ խաղաղությունը, եկել է։ Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավար է, այլ ոչ թե քաղաքական վերլուծաբան, այո, դա պետք է դիտարկել որպես քաղաքական հայտարարություն, բայց եթե նայում ենք հարցի էությանը, ապա լրջագույն քայլ է արված խաղաղության հիմքերը դնելու համար։ Եվ այդ եռակողմ դեկլարացիան, որ ստորագրվել է, եւ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը, այնպես որ սա այլևս անշրջելի քայլ է, հետ շրջել այլևս հնարավոր չի լինի։ Եվ սա ոչ թե Թրամփի ցանկությունն է, ինչպես ոմանք էլ փորձում էին ներկայացնել հանուն Նոբելյան մրցանակի, սա ինստիտուցիոնալ համագործակցության արդյունք է եւ ներառում է թե պետական, թե մասնավոր ոլորտները Միացյալ Նահանգների։ Ինչ է սա եւս փոխում։ Նախ ըստ էության Հայաստանը եւ Միացյալ Նահանգները հունվարի 14-ին որ կնքեցին այդ ռազմավարական գործընկերության խարտիան եւ այնտեղ ֆիքսեցին այն կետերը, որում Հայաստանը եւ Ամերիկան ունեն նույնական մոտեցումներ կապված մեր տարածաշրջանի հետ։ Օգոստոսի 8-ը տեղի ունեցավ ի կատարումն հայ-ամերիկյան պայմանավորվածության եւ հայ-ամերիկյան այդ պլատֆորմը որպես գործարք առաջարկվեց Ալիևին եւ Ալիևը գնաց գործարքի։ Սա է տեղի ունեցել։ Այ հենց բերեցիք այն կետին, կներեք ձեր խոսքը, որ ուզեցի այստեղ ուղղակի մեջ բերել շատ տրամաբանորեն Ալիևի մակում արված հայտարարությունը, որ Հայաստանի հետ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ դրանք եղել են բացառապես երկկողմ, բայց միթե Ամերիկայի Միացյալ Նահանգների գործոնը չկա։ Նա փաստորեն այս իր հայտարարությամբ փորձում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը նսեմացնել։ Ինչ կարծիք եք, ինչու է սա այդպես։ Ալիևն էլ քաղաքական վերլուծաբան չէ, նա եւս այլ պետության ղեկավար է եւ նրա հայտարարությունն էլ եւս պետք է դիտարկվի որպես քաղաքական։ Այո, նա ասում է սա, քանի որ տարիներով, քանի որ Հայաստանը 22 թվականից փաստորեն հասկացավ, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ խորը ռազմավարական հակահայկական գործարքի մեջ է եւ դուրս էր եւ ըստ էության Ռուսաստանին դուրս բերեց ընդհանրապես հայ-ադրբեջանական բանակցությունների այդ հունից, իսկ Ադրբեջանն էլ ամեն ինչ անում էր, որպեսզի արևմուտքի մուտքը թույլ չտա, անունը դրեցին, որ եկեք խոսենք երկկողմ։ Այո, խոսակցությունը գնում էր երկկողմ, բայց արևմուտքի մասնակցությունն այստեղ ակնհայտ էր։ Եվ այս գործարքն էլ այո տեղի ունեցավ հենց երկկողմ ձևաչափով, Աբու Դաբիից սկսած, նաև ուղիղ Վաշինգտոն-Բաքու շփման խողովակ կար, եւ Ալիևը եկավ այս գործարքին մի շարք հանգամանքներից դրդված։ Դա իհարկե այն է, որ այսօր Ադրբեջանը գտնվում, ինչպես նաև Հայաստանը գտնվում է Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի պայմաններում։ Այսինքն այն ռուս-ադրբեջանական գործարքը այլևս չի աշխատում։ Եվ առաջին անգամ վերջին 35 տարվա մեջ Ռուսաստանին չի հաջողվում Ադրբեջանին օգտագործել ընդդեմ Հայաստանի, իսկ Ադրբեջանին ընդդեմ
ուրեմն Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի, իսկ Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի։ Չի ստացվում։ Հետևաբար ռուսական քաղաքականության գործիքները ջարդված են։ Իսկ ի տարբերություն Հայաստանի, ում Աստված խնայել է եւ մենք չունենք ընդհանուր սահման Ռուսաստանի հետ, Ադրբեջանն ունի։ Ադրբեջանը խոցելիություն ունի նաեւ Կասպից ծովում եւ Ադրբեջանն ունի պաշտպանության կարիք եւ այդ կարիքները հոգալու հեռանկարները տեսնում է Վաշինգտոնում։ Ահա սա էլ հենց այդ գործարքի հիմքը հանդիսացավ, ինչը միանգամայն ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը։ Երկարաժամկետ հեռանկարում։ Ինչն է այստեղ եւս կարեւոր։ Միացյալ Նահանգների մուտքը եւ ներկայությունը տարածաշրջանում, այսպես բազային ապահովում է Հայաստանը։ Սա չափազանց կարևոր է։ Եվ Հայաստանը դրանով իսկ դառնում է Վաշինգտոնի կողմից ձևավորվող մի մեծ մեգապրոյեկտի միջին միջանցքի բաղկացուցիչ, ընդ որում առանցքային բաղկացուցիչ իր այս ռազմավարական կարևորություն ունեցող ճանապարհահատվածով, որն էլ այո հայկական կողմի առաջարկով էլ կնքվեց որպես Տրամպի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարօրության։ Ասա է տեղի ունեցել։ Պլյուս դրան Հայաստանի համար ամենաառանցքային ոլորտներում ապահովվել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական համագործակցության հիմք, դա նախ մեր ենթակառուցվածքներն են, ընդ որում խաղաղության խաչմերուկի տրամաբանության մեջ, երկրորդը արհեստական բանականություն եւ ուրեմն բարձր տեխնոլոգիաներ եւ կիսահաղորդիչներ ոլորտներում եւ էներգետիկա, միջուկային էներգետիկա, էներգետիկ անվտանգություն ոլորտներում, որը Հայաստանի համար ամենախոցելի չլուծված խնդիրներն են։ Այն ինչը ըստ էության մեզ հենց պատանդ է դարձրել Ռուսաստանին։ Այո, Հայաստանի համար այս կենսական կարևորության հարցերը նաև դիմակայունության հարց են լուծում, նաև աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական անցման այս ժամանակաշրջանում Հայաստանը դառնում է այդ տեխնոլոգիական անցման, կարելի ասել, էլիտար ակումբի անդամ։ Եվ այդ պրոյեկտները Հայաստանում արդեն իսկ իրականացվում են, ասենք NVIDIA-ի, որ աշխարհի թիվ 1 ընկերությունն է, իր կապիտալի ծավալով, NVIDIA-ի այդ սերվերային կենտրոնը կամ AI ֆաբրիկան Հայաստանում այդ $5 միլիարդ այդ ներդրումային ծրագիրը հիմա իրականացման փուլում է։ Դուք ասացիք, որ մենք դեռ այս պրոյեկտը դեռ իրարամերժ շատ խոսակցություններ է տանելու, հա, տանելու է, բայց իրականացմանը զուգահեռ այդ իրարամերժությունը քննարկումների նվազելու է, քննարկումների թեման է փոխվելու, հարթությունն է փոխվելու եւ այս ամենը դեռ տևական process է, նաեւ մենք տեսանք Հայաստան այցելած այդ Եվրամիության ընդլայնման եւ հարևանության հանձնակատար Մարտակոսի այդ հայտարարությունը, որ Եվրամիությունը մինչև 3 միլիարդ եվրո պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում այս ծրագրերում, սա շատ կարևոր ազդակ է Եվրամիությունից, հիմա շատ կարևոր է, որ այդ ստարտային միջոցառումները Հայաստանն արագացնի, որքան երկար ձգվի այս
չասեմ անորոշությունը, բայց դեռ այդ հայ-ամերիկյան կոնսորցիումի ստեղծումը պետք է արագացվի, տենդերների հայտարարելը պետք է արագացվի, ներդրողների ներգրավումը պետք է արագացվի, նաև բացի այդ Թրամփի ուղուց այլ ենթակառուցվածքային պրոյեկտները պետք է մեկնարկ տրվի, հա, միայն այդ ճանապարհը չի։ Իսկ այստեղ նաև շատ խոչընդոտներից պետք է Հայաստանը ձերբազատվի։ Այդ խոչընդոտների մեծ մասը դրանք ռուսական խոչընդոտներ են, եւ այստեղ դանդաղկոտությունը ինձ շատ է մտահոգում։ Այս խոսակցությունները, որ մենք ուզում ենք խորացնենք Ռուսաստանի հետ, չգիտեմ ինչ է ու չգիտեմ ոնց, համարում եմ քաղաքական ռեսուրսի անիմաստ եւ շատ վտանգավոր վատնում։ Այսօր Փաշինյանը շատ բուրգուրանքով է տեղ-տեղ խոսում հայ-ռուսական հարաբերությունների։ Ես չեմ կիսում ձեր այդ ասած գուրգուրանքը։ Ավելին ես համարում եմ դա խաղ կրակի հետ կամ մի ինչ-որ թունավոր բանի հետ, որը վնաս է առողջությանը եւ նաեւ ժամանակի ու ռեսուրսի կորուստ է դա միայն խոստանում, որովհետեւ ֆաշիստական պետության հետ իմաստ չունի որևէ բանի շուրջ պայմանավորվել, մանավանդ դեպքերի այսօրվա այս ընթացքի պարագայում, երբ մենք տեսնում ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմում շեշտակի փոփոխություններ են տեղի ունենում, հաստատապես ի վնաս Ռուսաստանի եւ այդ սա արդեն տենդենս է, այլ ոչ թե եզակի դեպքեր եւ այս տենդենսը միանշանակորեն միայն խորանալու է։ Ահա այն ամենը ընդհանուր ուրվագծերով թե ինչ է փոխել։ Մենք համենայն դեպս այս տուրբուլենտ ժամանակաշրջանում մեզ այսպես ասենք ինչ որ առումով ապահովագրել ենք մեր 1000 կիլոմետրանոց սահմանին ինչ-ինչ ֆորս մաժորներից։ Գոնե միջնաժամկետ հեռանկարում։ Հետո ինչ կլինի, կապրենք կտեսնենք։ Բայց օգոստոսի 8-ը մեզ միջնաժամկետ հեռանկարում համենայն դեպս դա ապահովագրել է։ Եվ սա շատ լավ նորություն։ Այդ դուք ասացիք, որ ըստ էության Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգային հովանու տակ է մտնում այս տրամաբանությամբ նաև Ադրբեջանը։ Այո։ Հարց դարձյալ այսպես ասած, որ նաև ձեզ գուցե կտային այդ ընդդիմադիր հատվածի կողմից, արդյոք այս ամենի արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի հաշվին նախապատվությունը չեն տա ավելի ռեսուրսներով հարուստ Ադրբեջանին եւ դարձյալ Հայաստանը չի հայտնվի մի տեսակ անվտանգային լուրջ սպառնալիքների մեջ։ Դա ինձ հիշեցնում են Կիկոսի մահը հեքիաթը Թումանյանի, հա։ Իսկ տեսեք Միացյալ Նահանգները ընդհանրապես տենց չեն խաղում։ Ուղղակի չեն խաղում։ Իսկ ինչպես են խաղում։ Միացյալ Նահանգները դիտարկում են ընդհանուր այս միջին միջանցքի տրամաբանության մեջ ինչի մասին ուղիղ տեքստով ասում են եւ Հայաստանը դիտարկում են որպես դրա բաղկացուցիչ։ Միացյալ Նահանգները հայտարարել են մի ստանդարտ, որին հետևելու են բոլոր պարագաներում, դա տարածքային ամբողջականությունն է, դա սահմանների անձեռնամխելիությունն է, դա անկախությունն է, դա ինքնիշխանությունն է։ Իսկ այդ ամենը նաև ենթադրում է ոչ դիսկրիմինացիոն համագործակցություն։ Միացյալ Նահանգների դաշնակիցներն են աշխարհում գոյություն ունեցող պետությունների 1/3-ը։ Եվ Միացյալ Նահանգները իրենց ինստիտուցիոնալ հիշողությամբ առաջնորդվելով, հա, խաղում են այդ օրենքներով։ Այլ է պարագան Ռուսաստանը։ Նման, ասենք, առևտուր, վախի առևտուր, քաոսի արտահանում, պերմանենտ դեստաբիլիզացիա, հիբրիդային ազդեցություններ, հասարակության դեստրուկցիային ուղղված քայլեր։ Այդ դա է անում Ռուսաստանը։ Ինչպես ասում են, 3 փորձից զգացեք տարբերություն։
Եվ երկրորդը այսքան ռազմավարական ուղղություններով Հայաստանի հետ համագործակցությունը այն պայմաններում, եթե պիտի Հայաստանը դիսկրիմինացվի տարածաշրջանում, Միացյալ Նահանգները ուղղակի չէին գնա, իմաստը որն է։ Այնպես որ դա անհիմն մտավախություններ են, եթե դրանք ազնիվ են, դե եթե ազնիվ չեն, ուրեմն դա մանիպուլյացիա է։ Դուք ողջունում եք Նիկոլ Փաշինյանի այն թեզը, որ երրորդ հանրապետությունը ըստ էության իրեն սպառել է եւ արդեն պիտի հիմնադրվի չորրորդ հանրապետությունը եւ այսպես ասած սահմանադրությունը պիտի փոխվի։ Երբ Հայաստանն անցավ պարլամենտական կառավարման ձևի, դե ոնց անցավ դա արդեն այլ պատմություն է։ Ինչի համար անցավ դա եւս այլ պատմություն է, եւ ինչու դա հենց այդ անցման փուլին այդ անցում կազմակերպողները գցեցին ոտքներին եւ ստացան հեղափոխություն, դա էլ այլ պատմություն է, բայց հենց այդ ժամանակ էլ երրորդ հանրապետություն չկար։ Դե որովհետեւ տեսեք գտնում եք, որ երրորդ հանրապետությունը ֆիկցիա է եղել, հա, ըստ էության կարգաստորեն։ Չէ, բայց երրորդ հանրապետությունն ի սկզբանե ստեղծվել է որպես սահմանափակ սուվերենությամբ մի պետություն, որը համաձայն է իր սուվերենության սահմանափակմանը Ռուսաստանի կողմից եւ փորձել են մեզ ներկայացնել դա որպես բարիք, որովհետեւ դա համարել են որպես համագործակցություն մի պետության հետ, որը այլևս անշրջելի ժողովրդավարություն է եւ անշրջելի ոչ կայսրություն։ Հաշված տարիները ցույց տվեցին, որ երկու թեզն էլ, երկու կանխադրույթներն էլ սխալ են։ Սա ոչ միայն անշրջելի չէ որպես ժողովրդավարություն, այլ ընդհանրապես ժողովրդավարություն չէ եւ նույն կայսրությունն է եւ ընդհանրապես ռուսական դեմոկրատիան ավարտվում է այնտեղ, երբ սկսվում է ռուսական կայսրության տարբեր շրջանների անկախության հարց Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի։ Մենք սա Կիրակի օրը Մոլդովայում ընտրություններ են, մենք տեսնում ենք, որ այդ մոնստրը թույլ չի տալիս Մոլդովային իր աշխարհագրությունից, պատմությունից, մշակույթից բխող ընտրությունը ֆիքսի, այն է Եվրամիությանն անդամակցելու։ Եվ մենք տեսնում ենք, որ այնտեղ ամեն ինչ անում են ռուսները քաոս ստեղծելու համար։ Նաև ուզում եմ զգուշացնել, որ Մոլդովայում ընտրությունները վերջանալուց հետո ռուսները ամբողջ իրենց ռեսուրսը կենտրոնացնելու են Հայաստանի վրա անելու նույն բանը։ Եվ դրան պետք է պատրաստվել։ Դրան Հայաստանը ինստիտուցիոնալ առումով պատրաստ չէ, Հայաստանում իշխանությունը ընդհանրապես հույսը դրել է մարդկանց մեդիա գրագիտության վրա, մարդկային գիտակցության վրա, քաղաքացիական գիտակցության վրա։ Ճիշտ է արել, բայց բավարար չի դա։ Շատ հեռու է բավարար լինելուց, մանավանդ ինչքան էլ բարձր գիտակցություն ունենան քաղաքացիները, դա չի նշանակում, որ պետությունն անելիք չունի այստեղ։ Պետությունն այստեղ շատ լուրջ անելիքներ ունի եւ ունի դրա համար բոլոր օրինական հիմքերն այլևս ունի։ Դա միեդի այն դատավճիռն է կապված 2008-ի մարտի 1-ի հետ։ Մենք տեսնում ենք այսօր ովքեր են այդ ռուսական բալալայկան քոքել։ Բոլոր մարտի 1-ի, իսկ մինչև այդ էլ հոկտեմբերի 27-ի բոլոր շահառուները, ինչպես նաև նրանց հարող որոշ խմբակներ, խմբավորումներ կամ անձինք։ Որոշ անձանց պարագայում դա շատ ցավալի է, բայց փաստ։ Ինչպես օրինակ
առաջին նախագահն է, որ ընկել է շատ վատ շրջապատ։ Չգիտեմ, ինչ դրդապատճառներով կամ հանուն ինչի դժվարանում է որ առաջին նախագահն էլ է այսպես ռուսական դաշտում։ Ռուսականը ոչինչ, լավ, ասենք քաղաքական ճաշակ է, նախասիրություն կամ դաստիարակություն, Աստված իր հետ, բայց նա այսօր դաշնակցում է, գործակցում է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի իրականացնողների եւ շահառուների հետ։ Սա է փաստը։ Ցավալի փաստ։ Եվ այսօր նաև նրանց հետ, ովքեր այսօր գործում են ռուսական շահերի ավանգարդում, Հայաստանի ներսում, ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ահա եւ ողջ իրականությունը։ Այո, այս երրորդ հանրապետությունը վաղուց էր կնքել իր մահկանացում եւ մենք խոսում էինք անկախությունից 90-ին այդ հռչակագրի 91-ին մեր հանրաքվեի մասին, բայց հիշեցնեմ հենց 92 թվականին, երբ դեմոկրատ Ելցինը ամեն ինչ արեց, որպեսզի Մոլդովայում այդ Պրիդնեստրովիայի ճգնաժամը առաջանա եւ պաշտպանեց ոչ թե Մոլդովայի դեմոկրատներին, այլ Պրիդնեստրովիայի կոմունիստներին, որոնք հիմա վերածվել են ֆաշիստների, որում ռուսներն էլ հետը Ելցինի բերած չեկիստի գլխավորությամբ։ Եվ մենք հիմա դրա արձագանքն ենք տեսնում։ Ռուսաստանը նետվել է իր վերջին մարտի Մոլդովայում, հիմա նետվելու է վերջին մարտին Հայաստանում։ Սրան դիմագրավել է պետք։ Ինստիտուցիոնալ հասարակությունն ունի իր անելիքը, պետությունն իր անելիքը, իրավապահ մարմինները իրենց անելիքը, հատուկ ծառայություններն իրենց անելիքը, մամուլն իր անելիքը։ Այս մարտի 1-ի հետ կապված որոշումը հիմք է տալիս, որպեսզի այդ ժամանակվա պետության քաղաքական ֆասադ հանդիսացող կուսակցությունները օրենքով արգելվեն, փակվեն Հայաստանում եւ արգելվեն։ Այն անձինք, ովքեր առաջատար դեր են ունեցել այդ այսպես կոչված կուսակցություններում, ցմահ զրկվեն քաղաքականությունում որոշ ցանկացած դերակատարումից, ընտրական process-ի մասնակցությունից, ինչպես նաև պետական եւ տեղական իշխանություններում պաշտոն զբաղեցնելուց, նաև կրթական համալիրում, կրթական համակարգում աշխատանքի իրավունքից։ Ցմահ նրանց այո քաղաքական իրավունքները պետք է սահմանափակվեն, նույն ձևով ինչպես սահմանափակվեցին կոմունիստների իրավունքները Լեհաստանում, Գերմանիայում, Բալթյան երկրներում եւ այլն։ Այո, այս 20-ամյա կրիմինալ դիկտատուրան Հայաստանում պետք է ստանա իր իրավաքաղաքական գնահատականը, թե փաստաթղթերով, թե գործնականում։ Եվ սա պետության պարտականությունն է։ Այստեղ հասարակությունն անելիք չունի։ Բայց հասարակությունը պետք է գործակցի հենց այդպիսի պետության հետ, ով այսպիսի քայլերի է ընդունակ, եւ դա անում է միանգամայն օրինական հիմքով։ Մենք սա ենք սպասում պետությունից եւ պահանջում ենք պետությունից գնալ այդ քայլերի եւ թույլ չտալ, որ այդ սուբյեկտները ֆաշիստական Ռուսաստանի այդ պրոքսիները ապականեն ընտրական process-ը Հայաստանում, քաղաքականությունը Հայաստանում, մթնոլորտը Հայաստանում եւ ստեղծեն ազգային անվտանգության սպառնալիքներ պերմանենտ ռեժիմով։ Սա պահանջ է պետության։ Եթե ձեր իրավաբանները ասում են, որ դա հնարավոր չէ, կամ դա օգուտ չի տա, փոխեք այդ իրավաբաններին, ռադարեք այդ իրավաբաններին։ Դրանք անպետք իրավաբաններ են, բերեք ուրիշներին, ովքեր ոչ միայն դա հնարավոր կհամարեն, այլև ձևը ցույց կտան։
Ամենայն դեպս կա դրա միջազգային փորձը, պետք է ադապտացնել Հայաստանի իրողությունների վրա եւ այն լայնորեն կիրառել եւ ախտահանել քաղաքական դաշտ։ Սա ես համարում եմ բացարձակ կասեն դա քաղաքական ազատությունների չափազանց մեղմ ասած կոշտ ոտնահարում է, այսինքն հակառակ գաղափարական բևեռում գտնվող թող գնան բողոքարկեն մարծպանելու մասնակցած մարծպանելուն սպանելը պարտակած իրեղեն ապացույցները նենգափոխած եւ իշխանությունը զավթած կազմակերպված քրեական խմբավորման քաղաքական ֆասադ հանդիսացած քաղաքական ուժերը թող գնան, ասենք Մոսկվայի դատարաններում ինչքան ուզում են բողոքարկեն, որովհետեւ ոչ մի նորմալ դատարան նրանց բողոքը չի վերցնի։ Կամ եթե վերցնել ուղղակի կասեի գնացեք խելքների տիրություն արեք։ Հայաստանը բացի դրանից էլ, այո, պետք է գիտակցի իշխանությունը մի կարևոր բան, որ հենց ռուսներն են հուշում մեզ։ Ասում են, գիտեք ինչ, այդ Թրամփի ուղին լավ է, խաղաղությունը լավ է, կառուցել եք լավ եք արել, բայց այդ անցակետերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետք է աշխատեն ԵԱՏՄ ռեժիմով։ Հայաստանում բոլոր երկաթուղիները կառավարվում են ՌԺԴ-ի կողմից, ընդ որում ՌԺԴ-ն կառավարում է իբր հայկական երկաթուղիները, ընդ որում խայտառակ վիճակում դա սովորական բան է ՌԺԴ-ի համար, նրանց գնացքների արագությունն այնքան է, որ թափով վազելուց կարելի է հասնել այդ գնացքին։ Երթուղային տաքսիով ավելի շուտ ես հասնում Գյումրի, քան գնացքով, արագ ընթաց, եւ այլն, եւ մի սանտիմետր ավել երկաթգիծ չի կառուցել։ Հիմա հավակնում են, որ իրենք պետք է դա կառավարեն, ու մեկ էլ հիշեցնում է, որ Թրամփի ուղուն զուգահեռ կանգնած են ռուս զինվորներ։ Կներեք հարց է առաջանում, իսկ կանգնած են որ ինչ, որպես ինչ, հանեք, շպրտեք դուրս դրանց, այնպես ինչպես դա արեցիք Զվարթնոցից։ Նրանք մեզ այնտեղ պետք չեն։ Դա Իրանի հետ սահմանն է, դա ոչ մի բացատրություն չունի։ Դրանք ոչ մեզ են պաշտպանում Իրանից, ոչ Իրանին մեզանից, ուղղակի այնտեղ կանգնած են մեզ խանգարելու համար։ Հանեք դրանց։ Հանեք։ Այդ 42 կիլոմետրը Հայաստանի Հանրապետությունը իզորու է սեփական սահմանապահ ուժերով ծածկել։ Այն Պրաշյանի Սլավյանքին փչեք, մի հատ էլ ձեռքները սեղմեք ու ճամպրուկներով ճանապարհեք միակողմանի տոմսերով տուն, այստեղ այլևս չգան։ Այսինքն գտնում եք, որ անվտանգային որևէ գործառույթ չի իրականացում 102-րդ ռուսական ռազմակայանը, եւ ասենք ինչու այդ դեպքում ձեր ասացի տրամաբանությամբ չի ազգայնացվում երկաթուղի, երկաթգծերը ինչու չեն ազգայնացվում, որտեղ գտնում եք։ Դրանք մեր սեփականությունն են։ Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն կառավարման։ Ես չգիտեմ ինչի համար է որ ազգայնացման մոդել կա, ըստ ձեզ, որ կարող են կոնցեսիոն պայմանագիր է խզվում ընդհանրապես, կառավարման է հանձնված, դա մեր սեփականությունն է։ Մեզ պետք է այլ կոնցեսիոներ, որը պատրաստ է եւ ներդրումների եւ զարգացման երկաթգծերի մեր ավելին ես կարծում եմ, որ դա շատ լավ կարող է անել այն հայ-ամերիկյան կոնսորցիումը, որը պետք է ստեղծվի այդ Թրամփի ուղին կառավարելու համար եւ տեսնում եմ բոլոր հիմքերը, որպեսզի այդ նույն կոնսորցիումը կառավարի նաեւ երասխից մինչեւ ախորիկ ընկնող ճանապարհը, որովհետեւ դա տրամաբանական շարունակություն։
Իսկ միգուցե ինչ-որ անվտանգային ռիսկ է տեսնում այսօր Փաշինյանական վարչակարգը։ Ինչ անվտանգային 102-րդ ռազմաբազան չհանելով, այսպես ձեր ասացի տրամաբանությամբ շատ արագ չհանելով Հայաստանից։ Գուցե շատ արագ, բայց ինչքան ոչ շատ արագ, ասենք 20 տարի, մինչև 44 թիվ։ Նրանք որևէ բան չեն էլ անգամ խոսում, որ հնարավոր է հանել այդ 102-րդ 102-րդ բազան մի տարածք է, որտեղ չի տարած Հայաստանի Հանրապետության տարածքում, որտեղ չի տարածվում Հայաստանի սուվերենություն։ Չի տարածվում։ Վերացրեք դա։ Գյումրիի այն Տարուբեկի վրա պապազող քաղաքապետը, որ ափր-ցփր բերանը բացում փակում ամեն թեմաներով, անշնորհք ձևով, մտածելով թե պատասխան տվող չկա, անպատասխանատու հայտարարություններ անելով, հենց իր, այսպես ասած, ոգեշնչումը տեղից է ստանում, չէ։ Հանեք այդ կոնցլագերը Գյումրիի այդ կենտրոնից եւ քաղաքի նպատակներին ծառայեցրեք օր առաջ։ Ռուսական ուժային Հայաստանում այլևս չպետք է լինի։ Եթե դա Նիկոլ Փաշինյանը կոչում է որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացում, ես համաձայն եմ այդ խորացմանը։ Այնքան խորացրեք, որ ռուս ուժային չմնա Հայաստանում։ Հարց չկա։ Որ ՌԺԴ-ն այլևս Հայաստանում կոնցեսիոն կառավարող չլինի։ Վաղը մյուս օրը Գազպրոմը այստեղ չլինի, որովհետև դրանք ըստ էության կազմակերպված քրեական խմբավորումներ են, որոնք ընդհանրապես զբաղված են գերեկամուտներ կորզելով, ապահովելով Ռուսաստանի Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ իրականացնելու լծակի իրենց դերը։ Ուրիշ ոչ մի բան։ Մենք պետք է Ռուսաստանին զրկենք հնարավորությունից մեզ վրա հարձակվել ներսից, դե նաև դրսից եւս։ Դրսից կարծեք թե մենք ապահովագրված ենք նրանով, որ չունենք ընդհանուր սահման, եւ Ռուսաստանը դա անում էր Ադրբեջանի բանակի միջոցով։ Հիմա մենք տեսնում ենք, որ երկուստեք դեմոտիվացված են դրանում։ Ադրբեջանն այլևս չի ուզում օգտագործվի Ռուսաստանի կողմից, հասկանալով, որ քաղաքական գինն այլևս իր գրպանով չէ, եւ այլ շահեր է ձևավորել իր համար եւ հետապնդում, որի մեջ չի մտնում առճակատումը Հայաստանի հետ։ Ավելին, այս նոր դասավորությունը թելադրում է Ադրբեջանին, ոնց որ մենք ունենք իրենց հետ 1000 կիլոմետրանոց սահման, իրենք էլ մեծ հետ ունեն 1000 կիլոմետրանոց սահման, այո, Ադրբեջանին հանդարտությունը, կանխատեսելիությունն այդ 1000 կիլոմետրանոց սահմանին հաստատապես չի խանգարի այս տուրբուլենտ աշխարհում։ Այդ դեպքում, պարոն Մերաբյան, ինչու չի լռում Ալիևյան այդ հակահայկական խրոխտ ռետորաբանությունը, նույնիսկ նաև ճանապարհի դեպքում, ինչպես դուք ասեցիք, դուք գտնում եք, որ դա բնականաբար վստահ համոզված են, որ դա ոչ թե միջանցք է արտատարածքային, այլ ճանապարհ Թրամփի ուղին, դրանք Ալիև ասում էր, ես հասել եմ իմ նպատակին, ես ստացել եմ իմ միջանցքը։ Դե նա կարող է դա կոչել Հեյդար Ալիևի անվան միջանցք։ Ինչ ասած կարող են հա կամ Մեհրիբան Ալիևայի, դեռ Ալիևն ազատ է իր ժողովրդի հետ շփման մեջ, ինչ ասեք ասի, վերջո նա իր ասածները պետք է նաև հանգավորի իր նախկինում ասածների հետ, հակառակ դեպքում իր ժողովուրդն իրեն հարցեր կտա, չէ՞, ոնց ասում է իր արևմտյան Ադրբեջան, ասում է իր միջանցք։ Հիմա մենք տեսանք Երևանում այդ Ալիևի էմիսարը, այդ փորձագետը, որը Ալիևի admինիստրացիայի հետ խիստ աֆիլիացված մի կենտրոնի առանցքային փորձագետ է, նա ասաց կներեք դա ընդհանրապես մշակութային ժառանգության մասին, ասենք գերեզմաններ գալ, ծաղիկ դնել մեկ բան, այդ հարցերը ոչ մի տարածքային պահանջ դա չի ենթադրում։ Երևանում են ասում։ Թե Ալիևն
Պիտի ասի դե հա Թրամփի ուղին որ կա, հենց այն միջանցքներ, որը ես ասում եի, հա կասի։ Թող ասի։ Հետո մեկ որ ընդհանրապես ասում է, բայց ըստ էության ասացի ներքո ըստ ձեզ չկա որևէ հիմնավորում եւ բովանդակություն։ Եթե հիմնավորում ու բովանդակություն էլ դնի, ինչ է ստանալու։ Դա տվողնով է։ Ինքն է ստորագրել, որ չկա տենց բան։ Հիմա շարքային ադրբեջանցին, որ հարցեր ունենա, կարող է ուղղակի փաստաթղթերին այնտեղ ամեն ինչ գրած է։ Էլ արդեն դրանից հետո Ալիևն ինչ կասի, ինչ տարբերություն, ինչ կասի կամ ինչ չի ասի։ Բայց այստեղ շատ կարևոր է, որ մենք կարողանանք որքան հնարավոր է շուտ ստորագրենք այդ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Տեսնում եք դրա ստորագրման հավանականությունը մոտակա ժամանակներում։ Տեսնում եմ, պետք է ռուսական գործոնը մեր տարածաշրջանում էլ ավելի կրճատվի եւ այստեղ անելիք ունի թե Ադրբեջանը, թե Հայաստանը, բայց Հայաստանն ավելի շատ։ Ի վերջո Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չի։ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չի։ Ադրբեջանում ռուսական զորք չկա։ Ադրբեջանում կային ռուսական ագենտներ, բոլորին մցնում են ծակը, իսկ ստեղ վխտում է, չգիտեմ, մեր ձևով, ձեր ձևով, իրանց ձևով, չգիտեմ ինչ ձևերով։ Ստեղ ոչ մի կոմպրոմիս լինել չի կարող, հասկանում եք։ Չի կարող։ Սա այն դեպքն է, երբ մենք ունենք մի շատ մեծ պրոբլեմ։ Այդ պրոբլեմն այն է, որ մենք պրոբլեմը պրոբլեմ չենք համարում։ Այս է պրոբլեմը։ Հայաստանում ազատորեն գործում են հավաքագրման ցանց Россотрудничество անվանումով։ Ռուսկի դոմ, դոմ Մոսկվի, ռուս հայկական, չգիտեմ, սլավոնական համալսարան, որը զբաղված է ուղեղների մխտռելով եւ Լավրով ընդունելով ու Լավրովի այլանդակ ռեպլիկները կուլ տալով եւ մեզ էլ կերակրելով եւ այլն։ Ռուսական բուհերն այստեղ ունեն ինչ-որ ֆիլիալներ, պարոն Աշոտյանի բացած։ Սրանք բոլորը կրկնում եմ ռուսական ազդեցության տարածման գործիքներ են։ Դրա հետքերը տեսնելու համար բավական է մենք Երևանի կենտրոնում ուղղակի մի հատ սենց էլի զբոսնենք ոտքով։ Մեր թիվ 1 երաժշտական դպրոցը Չայկովսկիի անվան է, հա։ Մեր թիվ 1 կինոթատրոնը Մոսկվա է։ Մեր կենտրոնի 2 առանցքային դպրոցները մեկը Չեխով, մյուսը Պուշկին։ Մոսկվայի պուրակ, Ռուսաստանի հրապարակ, Մոսկովյան փողոց։ Լավ, ինչքան զզվացրել եք արդեն։ Կա նաև Ֆրանսիայի հրապարակ։ Հա, հետո ամերիկյան համալսարան, ֆրանսիական համալսարան։ Ներողություն, մենք գիտենք դա ինչի համար է, սա ինչի համար է, կարող եք ասել։ Միտք առաջացա բալանսավորելու այս ներողություն, բալանսավորված քաղաքականություն ունենալու համար։ Շատ լավ, բալանսը կոչ նշանակում է հավասարակշռություն, բայց հնարավոր չէ հավասարակշռություն աղբ թափողի եւ աղբի միջև, հասկանաք։ Դա խաբեություն է, կամ ինքնախաբեություն, որն ավելի վտանգավոր է, ամենավտանգավոր խաբեությունն է ինքնախաբեություն։ Չի կարելի։ Էլ չեմ խոսում 11-րդ կարմիր բանակի հուշարձան, սովետի եսին որամյակի ինչ-որ մի հատ ցած օբելիսկ մանկական այգում Ստալինի ժամանակվա դրած։ Քաղաքի կենտրոն մանկական այգ։ Մարտի 1-ի զոհերի հուշարձանի
տրամագծորեն հակառակ կողմում։ Լավ էս հարամությունն ինչքան կարելի է բանալ հանդուրժ։ Սա Հայաստանի մայրաքաղաքն է, թե, չգիտեմ, Ռուսաստանի շուտ ծայրամասային գուբերնիայի կենտրոնի։ Մենք դեռս իներցիան շարունակում ենք, սա էր երրորդ հանրապետությունը, որը նենց ամեն ինչ խառնում էր ամեն ինչի հետ։ Եվ վերջում, եթե կարելի է, խոսենք նոր ընտրությունների հավանականության, արտահերթ ընտրությունների, ինչ կարծիք եք, որպես կուսակցության փոխնախագահ, արտահերթ ընտրություններ մեզ սպասում են, թե ոչ։ Ես դրա նախանշանները, նախադրյալները չեմ տեսնում, ինչի համար։ Որն է դրա նպատակահարմարությունը։ Ես լսել եմ խոսակցություններ, նաև երբ որ թեժանում է վիճակը մի քիչ խոսում են, չէ՞։ Հիմնավորումներ, որ դա կարող է նաև ինչ-որ X պահի պետք գալ։ Այո, լսել եմ, բայց չեմ կարծում, որ դա տեղի ունենա։ Չնայած գիտեք ինչ, աշխարհը շատ արագ է փոխվում, ոնց որ ասում ես այն դեպքն է, երբ ասում են երբեք մի ասեք երբեք, բայց գոնե այս պահի դրությամբ ես չեմ տեսնում, այսպես ասենք, նման զորաշարժեր, հա, դրան տանող։ Հիմքեր չեք տեսնում։ Դրան տանող զորաշարժեր չեմ տեսնում, հետո ինչ կլինի կապենք կտեսնենք։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար։ Եթերում Անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր զրուցակիցն էր Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Ես կրկին դիմում եմ մեր այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Շնորհակալություն, լավ եղեք։